Շարլ Պերո, Կարմիր գլխարկը։ Մի գյուղում ապրում էր մի փոքրիկ սիրունիկ աղջիկ։ Ծննդյան օրը մայրիկը նրան մի կարմիր գլխարկ է նվիրում։ Գլխարկն աղջկան այնքան շատ է սազում, որ բոլորը նրան սկսում են կարմիր գլխարկ անվանել։ Մի անգամ մայրիկն ասում է. «Կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու այս կարկանդակները և կարագը, տար տատիկը ուտի, որ շուտ լավանա»։ Կարմիր գլխարկը վերցնում է կարկանդակներն ու կարագը և ճանապարհ ընկնում տատիկին այցելության։ Տատիկի տունն անտառում էր գտնվում։ Եվ հազիվ էր կարմիր գլխարկը անտառ մտել, երբ նրա ճանապարհին հայտնվեց գայլը։ «Բարև, կարմիր գլխարկ, այդ ուր ես գնում», ասում է գայլը։ «Ես գնում եմ տատիկիս մոտ, նրա համար կարկանդակներ ու կարագ եմ տանում»։ «Կարմիր գլխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ»։ «Այ այնտեղ, անտառում, 3 մեծ կաղնիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուտներն են, երևի կիմանաս», ասում է կարմիր գլխարկը։ Գայլը, որ շատ քաղցած էր, որոշում է նախ ուտել տատիկին, իսկ հետո էլ կարմիր գլխարկին։ Եվ նա կարճ ճանապարհով վազում է դեպի կարմիր գլխարկի տատիկի տուն։ Իսկ կարմիր գլխարկը չէր շտապում։ Ճանապարհին վազվզում էր թիթեռների հետևից, տատիկի համար ծաղկե փունջ էր հավաքում։ Իսկ գայլն այդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում։ «Ո՞վ է»։ «Ես եմ, կարմիր գլխարկը», ասում է գայլը բարակ ձայնով։ «Քեզ համար կարկանդակ ու կարագ եմ բերել»։ Տատիկին թվում է, թե դա իսկապես կարմիր գլխարկն է ու ասում է. «Քաշիր սողնակը և դուռը կբացվի»։ Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է։ Նա զգույշ ներս է մտնում, հարձակվում տատիկի վրա ու կուլ տալիս նրան։ Հետո հագնում է տատիկի հագուստը, գլխին դնում նրա գլխարկը ու պառկում անկողնում։ Շուտով տեղ է հասնում նաև կարմիր գլխարկը։ Նա թակում է դուռը և գայլը ձայնը տատիկի ձայնին նմանեցնելով ասում է. «Ո՞վ է»։ «Ես եմ, կարմիր գլխարկը, քեզ համար կարկանդակ ու կարագ եմ բերել»։ «Քաշիր սողնակը և դուռը կբացվի», ասում է գայլը։ Կարմիր գլխարկը ներս է մտնում ու նստում անկողնու կողքին։ Գայլը գլխարկը քաշում է աչքերին ու մտնում վերմակի տակ։ «Վայ, տատիկ ջան, ինչու այդքան մեծ ականջներ ունես», հարցնում է կարմիր գլխարկը։ «Որ քեզ լավ լսեմ», ասում է գայլը։ «Տատիկ, իսկ ինչու այդքան մեծ աչքեր ունես»։ «Որ քեզ լավ տեսնեմ», պատասխանում է գայլը։ «Վայ, տատիկ ջան, իսկ ինչու այդքան մեծ բերան ունես»։ «Որ քեզ հեշտ կուլ տամ», ասում է գայլն ու անկողնուց դուրս պրծնելով հարձակվում կարմիր գլխարկի վրա։ Բայց հենց այդ ժամանակ որսորդներ էին անցնում տան մոտով։ Եվ աղմուկը լսելով նրանք ներս են մտնում ու սպանում գայլին։ Իսկ տատիկն ու կարմիր գլխարկը ողջ ու առողջ դուրս են գալիս գայլի փորից։